Բարև ձեզ սիրելի հետևորդներ, մենք շարունակում ենք MRT podcast շարքը եւ այսօրվա մեր հյուրն է Վարուզմեդ կենտրոնի, Վարուզմեդ կլինիկայի համահիմնադիր, գլխավոր բժիշկ Վալենտինա Սերգեևնա Վարդանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շատ շնորհակալ, որ եկաք։ Շատ հաճելի է։ Ասեմ, որ Վալենտինա Սերգեևնային ես անձամբ ճանաչում եմ մոտ մի 6 ամիս։ Ինձ բախտ չի վիճակվել, որ դուք իմ դասախոսը լինեք, չնայած շատ միշտ լավ օձիվներ եմ ստացել ձեր մասին։ Ամենաառաջին ծանոթությունը շատ թեթև ընթացավ եւ տենց է շարունակվում է։ Շատ շնորհակալ եմ տենց մեր շփման համար։ Այսօր մենք խոսալու ենք ռևմատոլոգիական խնդիրների մասին եւ ամենաառաջինը ինչ կուզենայի որ մեր հեռուստադիտողը հասկանա, ինչ կապ ունի ռևմատոլոգիան եւ ռադիոլոգիան իրար հետ, այսինքն ինչ տիպի պացիենտներ եք դուք մեզ ուղարկում, հաճախ են լինում մեզ ուղարկվող պացիենտները, թե չէ, թե դուք ավելի շատ ուրիշ գործիքային մեթոդներից եք օգտվում։ Տեսեք, ռևմատոլոգիան առանց վիզուալիզացնող մեթոդների չի կարող գոյություն ունենալ, ես այդպես եմ մտածում, որտեվ իհարկե մեծ դեր է խաղում այդ դասական պրոպեդևտիկայի այդ պալպացիան, պերկուսիան եւ այլն, բայց իհարկե սկզբից պետք է պացիենտին ինքնուրույն զննել, դա միանշանակ է, բայց ախտորոշումը հստակեցնելու համար մեզ պետք են իհարկե վիզուալիզացնող մեթոդներ եւ ինչն է կարեւորը, որ ամեն մեթոդը ռևմատոլոգիայում, եթե մենք խոսում ենք հոդային ախտահարման մասին, հոդաբանության մեջ, այսպես ասեմ, որտեվ հոդաբանությունը ինքը ինչ որ միջանկյալ բան է ռևմատոլոգիայի եւ օրթոպեդիայի միջեւ, ամեն հետազոտման մեթոդը ունի իր կարեւորությունը։ Ռենտգենը իր տեղը ունի, ուլտրաձայնային հետազոտությունը իր տեղը ունի, բայց մենք շատ լավ գիտենք, որ եթե մենք ուզում ենք շատ լավ հստակ վիզուալիզացնել փափուկ հյուսվածքները հարհոդային, մեզ պետք է MRT եւ նույնիսկ ուլտրաձայնային հետազոտությունը լինելով ռուտին, հեշտ եւ էժան մեթոդ միշտ չի, որ կարողանում է մեզ բոլոր հարցերի պատասխանները տալ եւ այո, MRT-ի մենք կան պաթոլոգիաներ, որ մենք միանշանակ ուղարկում ենք MRT-ի դիագնոստիկ նպատակով, օրինակ, եթե կա մեջքի ցավ եւ մենք փնտրում ենք ողնաշարի բորբոքում, մենք գիտենք, մենք պիտի այդ սակրոիլեիտը տեսնենք կամ այդ սպոնդիլիտը տեսնենք, Ռոմանուսի փոփոխությունները, Անդերսենի եւ այլն, կամ սակրոիլեիտը եւ ինչքան է լինում, երբ որ նկարագրության մեջ ձեր կողմից նկարագրվում է եւ ես հետեւից զանգում եմ վերջը ինչ եք վերջը կա բորբոքում թե չէ, որտեվ ինձ համար նման սիտուացիայում դա դիագնոստիկ նշանակություն ունի։ Դա մեկ, այսինքն սպոնդիլոարտրիտի դիագնոստիկայի համար MRT-ն անփոխարինելի մեթոդ է, որտեվ ուրիշ հետազոտություն չկա, որը մեզ այդքան հստակ ցույց տա թարմ բորբոքումը, ակտիվ սուր իլիոսակրալ հոդերի բորբոքումը։ Դա մեկ, երբ որ ուղարկում ենք։ Երկրորդը լինում են դեպքեր, երբ որ հատկապես մոնոարտիկուլյար ախտահարման ժամանակ, երբ որ մեկ հոդ է ախտահարվում, ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տալի ինչ-որ մի բան, որը որ ենթակա է կոնսերվատիվ բուժման, մենք նշանակում ենք բուժում, չենք ունենում լավ արդյունք։ Չենք հատկապես խոսքը գտնում է ծնկան հոդերի մասին, կամ չգիտեմ, ցանկացած ծայրամասային հոդ, բնականաբար պացիենտը գնում է MRT-ի, որպեսզի մենք տեսնենք կարող է այստեղ ինչ-որ ստրուկտուր խնդիր է եւ ինչ-որ անտեսանելի հասարակ մեթոդներով անտեսանելի մի բան է եւ ընդհանրապես սա մեր խելքի բանը չէ, այսինքն այստեղ օրթոպեդ է պետք, ոսկրաբան է պետք եւ մենք այլևս չպիտի զբաղվենք այդ պացիենտով։ Լինում են դեպքեր, երբ որ նորից կոնքազդրային հոդի տեսակետից մենք շատ լավ գիտենք, որ վաղ փուլերում այդ ասեպտիկ նեկրոզ հասկացողությունը չկա ուրիշ մեթոդ, որ մեզ ցույց տա։ Ուլտրաձայնայինը ցույց է տալու ռեակտիվ սինովիտ, որը մենք կովիդի տարիներին շատ առնչվեցինք, եթե կհիշեք ասեպտիկ նեկրոզի հետ աստրոսկրի գլխիկի, որովհետև այդ անոթային ախտահարման պատճառով ինչքան ունեցանք դեպքեր եւ ռենտգենը ուշ փուլերն է ցույց տալիս, վաղ փուլերը միայն MRT, ուրիշ ձև չկա պարզապես։ Այ կստացի կովիդից հետո այնքան շատ էին գալիս այդ ասեպտիկ նեկրոզով, ինքը նույնիսկ երիտասարդները էլի 28-30 եղել են մինչև այդ լրիվ առողջ, այսինքն կովիդը կարողա տարել են շատ թեթև, բայց հենց ասեպտիկ նեկրոզը գլխիկի կամ 1 կամ 2 հոդի ախտահարումը շատ հաճախ է եղել։
Ավելի շատ գիտեք ինչն է ինձ հետաքրքրում, օրինակ այդ նեղ գրանը, որ մասնագետը պետք է զբաղվի կոնկրետ պացիենտով, որովհետև շատ ժամանակ նյարդաբանները ուղարկում են ողնաշարի խնդրի համար, մենք նկարագրում ենք սակրոիլեիտը ու անպայման եզրակացության մեջ մեր նշում ենք, որ անհրաժեշտ է ռևմատոլոգի կոնսուլտացիա, բացի նյարդաբանի կոնսուլտացիայից։ Իսկ շատ նյարդաբան ասում է դե լավ, սա իմը չի, ես ռևմատոլոգի եմ ուղարկում։ Որ մոտեցումն եք դուք ճիշտ համարում, որ նյարդաբանը ինքն է վերացնում եւ բուժում ռևմատիկ ինչ-որ խնդիր, թե իսկապես որ ուղղորդում է ձեզ։ Միանշանակ իհարկե, ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի եւ ինչքան էլ դա դժվար է, հասկանում եք, շատ կարեւոր է, ես միշտ ասում եմ այդ առաջնային օղակի դերը, հա, այսինքն երբ որ չգիտեմ, ընտանեկան բժիշկը պիտի անի այն, ինչ որ շատ անգամ մնում է նյարդաբանին կամ ռևմատոլոգին, այսինքն եթե պացիենտ ունի ինչ-որ որոշակի տեսակի ցավ, հա, գանգատվում է այս ինչ տեսակի ցավից, պարզ է, որ MRT-ն ցանկացած վիզուալիզացնող մեթոդ մեզ ինչ-որ պիտի ինֆորմացիա տա, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ որ պացիենտը 60 տարեկան ունի ճողվածք, բավականին մեծ, MRT-ով հայտնաբերվում այդ ճողվածքը նյարդային հպմամբ եւ այլն կամ ողնոեղան խողովակի նեղացմամբ եւ հանկարծ այնտեղ ինչ որ մինիմալ փոփոխություններ են նկարագրված իլիոսակրալ հոդերի շրջանում, պացիենտը չի գնում նյարդաբանի մոտ, ինքը գնում է ռևմատոլոգի մոտ եւ մենք տանջվում ենք բացատրելով, որ ընկեր դուք 60 տարեկան եք, մենք այստեղ ակտիվ սպոնդիլոարտրիտի մասին չենք կարող խոսել։ Դրա համար իմ միշտ հորդորն է, նույն, ասենք, գոլեգաներ ենք, հա, մենք գործընկերներ, պրակտիկ բժիշկները մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս նրան, թե պացիենտը մտավ կաբինետ, ինքը ինչ տարիքի է, ինչ սեռի է, ինչ իր ցավը որ մի պաթոլոգիայի հետ կարող է կապված լինել։ Եվ մենք շատ լավ գիտենք, որ որպես օրենք ակտիվ սպոնդիլար, ակտիվ սակրոիլեիտը պիտի մենք դիտարկենք մինչև 45 տարեկան տարիքը, այսինքն onset-ը սկիզբը պիտի լինի այդպիսինը, որպեսզի մենք մտածենք դրա մասին, հա, իսկ եթե պացիենտը 80 տարեկան է, բնականաբար այնտեղ արդեն դեգեներատիվ փոփոխություններ են, եւ մենք ինչ-որ բաներ կարող ենք այնտեղ տեսնել դեգեներատիվ բնույթի, եւ իդեպ ասեմ, որ MRT-ն, երբ որ նոր մտավ ռևմատոլոգիա, այդ ոսկրածուծի այտուցը bone marrow edema-ն, որը որ նկարագրվում է իլիոսակրալ հոդերի շրջանում, միշտ դիտարկվում էր որպես տեսնում ենք bone marrow edema, սա սակրոիլեիտ է։ Իսկ հետո արդեն այդ ռևմատոլոգ, այսինքն ռևմատոլոգիական ռադիոլոգները, դուք շատ լավ գիտեք, բավականաչափ մենք ունենք ուղեցույցներ, ի վերջո լավ, օքեյ, կա bone marrow edema, բայց որ մեկն է սրանցից սակրոիլեիտը։ Հատկապես բոլոր ուղեցույցները գրված են մեծ մասը 1.5 տեսլա MRT-ի համար։ Իսկ մենք գիտենք, որ 3 տեսլան ինքը շատ ավելի շատ բաներ կարող է ցույց տալ։ Այսինքն ես գտնում եմ, որ միշտ պետք է կապել, պրիվյազվեց, այսինքն միշտ կլինիկային պետք է կապել այդ ամեն ինչ։ Կլինիցիստներն էլ մեկը մյուսի հետ պետք է կապի մեջ լինեն։ Կլինիցիստի այդ ռադիոլոգը, օրինակ այս դեպքերում կարծում եմ հենց ռադիոլոգի դերն էլ է կարևոր, ճիշտ ուղղորդելու հենց որ կլինիցիստի մոտ բավականին մի հատ ձեզ հարցնեմ, էլի, այսինքն եթե ես տեսնում եմ, զուտ ինձ մասնագիտական առումով հետաքրքրում, եթե ես տեսնում եմ լավ այտուցված հոդ եւ պատասխանից մեջ, եզրակացությանից մեջ ես իրավունք ունեմ գրել սակրոիլեիտ, թե գրեմ չի կարելի բացառել սակրոիլեիտի դրսևորումը, պետք է համադրել կլինիկալ լաբորատոր եւ գործիքային զննման հետազոտության տվյալների հետ։ Տեսեք, բնականաբար, եթե իլիոսակրալ հոդի երկու կողմից եւ զստոսկրում եւ սրբոսկրում մենք ունենք 1 սանտիմետրից ավելի լայն հաստ օջախ, որը որ երկու կտրվածքի մեջ արկա է, կան դեպքեր, երբ որ ինքը միանշանակ սակրոիլեիտ է։ Դա միանշանակ, այսինքն ռադիոլոգը պիտի ասի, դա սակրոիլեիտ է, թե ոչ, երբ որ ինքը ակնհայտ է։ Բայց մենք շատ լավ գիտենք, որ մենք կարող ենք ունենալ չեմ փոքր կապսուլի, դեգեներատիվ փոփոխություններ, գերբեռնային բնույթի ինչ-որ բաներ, փոքր զոնաներ եւ այլն, որտեղ որ ես գտնում եմ, որ պետք է նկարագրել, բայց եթե ռադիոլոգը համոզված չէ, որ դա սակրոիլեիտ է, որտեվ համոզված չլինելու պարագայում հասկանում եք ռադիոլոգը գրում է ճանապարհում է, կլինիցիստն է հետո ընկնում կրակը, այդ մեկ,
Երկրորդը պացիենտը կարող է լինել, դուք հասկանում եք, կարող է լինել ինչ որ քաղաքացի պարզապես, բայց պացիենտը կարող է լինել հաշմանդամություն ստացող, պացիենտը կարող է լինել զորակոչիկ, որտեղ որ խիստ կարևոր է հստակ այդ ամեն ինչը դնել, որովհետև այդ ռասպլիվ չտե, այսինքն ոչ հստակ պատասխանները իհարկե դժվարեցնում են հաստատումը, մեր գործը դժվարեցնում են, դա միանշանակ։ Այո, եթե ինքը համապատասխանում է ուղեցույցային այդ բանին, այսինքն իրոք են, որ գրքային տարբերակ է, իհարկե պետք է գրել, որ սա սակրոիլիտ է։ Այ այստեղ մի բան դուք շատ լավ նշեցիք այդ պահը, եթե մենք ունենք երիտասարդների մոտ գծային ուղակի sense raspliv չտի հիպերինտենսիվ MR ազդակ, հատկապես տղաների մոտ երիտասարդ դա շատ հաճախ լինում է աճման զոնայի հաշվին, այսինքն ոնց որ տարիքային նորմայի սահմաններում, սա ավելի շատ ռադիոլոգներից է հորդորը, որ պետք չի գցել այդ ամեն ինչը ռևմատոլոգի վրա, կներեք բառերից համար, то есть դուք պետք է նաև դիտարկեք այն, որ դա ուղղակի տարիքային նորմա է եւ գծային ուղղակի հիպերինտենսիվ MR ազդակը ստիր ծրագրով ոչ մի ձև չի խոսում սակրոիլեիտի մասին, սա ուղղակի ռադիոլոգների համար ընդհանուր ակնարկ էր։ Բայց ընդհանուր գլոբալ ես միշտ ամեն մեր թողարկման ընթացքում մենք խոսում ենք, որ կլինիցիստ ռադիոլոգ կապը շատ կարևոր է ու ես հատուկ ուզում եմ նշեմ, ժողովուրդ ջան, ուրեմն Վալենտինա Սերգեևնան ոնց է զանգում ինձ։ Здравствуй, дорогая, ասում здравствуйте, Վալենտինա Սերգեևնա։ Ու ինքը սկսում է այդ հիվանդի պատմությունը նենց ինձ ներկայացնել, որ ես արդեն հասկանում եմ ինչ պետքա մանգամ։ Շատ շնորհակալ եմ ձեզ դրա համար, այսինքն որ 0-ից օտի դո ես հետո իրան ավելի sense կոնկրետացնող հարց եմ տալիս, ասում եմ Վալենտինա Սերգեևնա, ես ինչ եմ մանգալիս օրինակ կարող ուռուցքային ինչ որ բանը կարող է կոնտրաստ ինձ պետք լինի, ասում է կամ Մերի ջան, ես օրինակ չեմ կարող ասել, որովհետև տակից 1000 բան կարող է դուրս գա, ինձ պետք է այդ գեղեցիկային հետազոտությունը, կամ Մերի ջան, չէ, սա զուտ ռևմատոլոգիչեսկի ինչ որ խնդիր պետք է լինի։ Մի բան մտքովս անցավ, ներողություն, ինչ լավ է, չէ, որ MRT-ն դարձել է ու դառնում է ու դարձել է ավելի մատչելի հետազոտություն ու նույն ռևմատոլոգիական խնդիրների դեպքում, երբ որ այն ժամանակ մարդիկ ինչ որ մի sense վերջնական կետի կթողնեին MRT հետազոտությունը հենց գումարի պատճառով, հիմա ինչքան հեշտ է ավելի մեր գործնել, ձեր գործնել ու պացիենտի համար էլ ինչքան լավ է, որ հնարավորություն կա ավելի մատչելի հետազոտվելու ու այդ դիագնոզները ունենալու ու շատ շնորհակալություն sense մոտեցման բժիշկներին։ Իրոք, դուք մեր գործը հեշտացնում եք, մենք էլ հուսանք ձեր գործն ենք հեշտացնում։ Միանշանակ։ Ես էլ եմ շնորհակալ, որ միշտ կա մարդ ում կա մարդ եւ մարդիկ ում կարելի է զանգել։ Զանգել, որովհետեւ մենք դրա մասին խոսում, ինչքան է խոսանք, մեկը էլի խոսալու տեղ կա, թե ինչքան կարեւոր է, երբ որ ընդհանրապես վերցնում ես հեռախոսը, զանգում ես կլինիցիստին, ով որ ուղղորդել է այդ պացիենտին MRT հետազոտման ու լիքը տարբեր հարցեր, որոնց առաջ դու կանգնում ես այդ հետազոտության ընթացքում, արդեն միանգամից փակվում են ու գործը միանշանակ հեշտանում է։ MRT podcast-ի գործընկերն է MRT Կլինիկը։ 3 տեսլահզոր MRT սարք, փորձառու բժիշկ ռադիոլոգներ, պատասխանները տրամադրվում է ընդամենը 1-2 օրում։ Ամենամատչելի արժեքը գործում է նաև պետպատվեր, սոցիալական փաթեթ եւ ապահովագրություն։ Ձեր MRT-ն MRT Կլինիկում։ Հասցեն Հալաբյան 9/7։ Միշտ ես գտնում եմ բոլոր դեպքերում բժշկության մեջ այդ կապը պիտի լինի։ Բազմաթիվ անգամներ եղել է, երբ որ պացիենտը ինձ մոտ է ունի ինչ որ ուրիշ առողջական խնդիր, ունի բժիշկ ում ես դիցուկ, եթե ճանաչում եմ հեշտ է։ Եթե նույնիսկ չեմ ճանաչում, ես ասում եմ խնդրում եմ մի հատ զանգեք ձեր դոկտորին, զանգում եմ ներկայանում եմ, ասում ես ինչ մարդն եմ, մենք ընդհանուր պացիենտ ունենք, սենց ես այսպեսի հարց ունեմ։ Եվ շատ գնահատում եմ, երբ որ դա նաև հակառակն է լինում, հետադարձ է լինում, դա շատ կարևոր է։ Ես մի դեպք ունեի, երբ որ երիտասարդ կին է, երիտասարդ աղջիկ, ով ուներ ռևմատոիդ արտրիտ։ Դրա հետ մեկտեղ ես միշտ մոռանում եմ ինչպես է այդ դեֆորմացիան, դուք երևի ինձ այնց լավ կհիշեք, ուրեմն ոտնաթաթերին մատերից մեկը սիմետրիկ, ոնց որ ինքը մի քիչ ավելի խորն է տեղադրված ու բարձր է։ Բնածին ինչ-որ խնդիր է։ Ինքն էլ շատ սիրունիկ աղջիկ է եւ այլն եւ դա իրեն խանգարում է, դուր չի գալի, իր ուծած կոշիկը չի կարողանում հագնել, պլյուս ռևմատոիդ արտրիտ է, այդ ամենը բորբոքվում է, եւ ինքը որոշում է, որ ինքը պիտի վիրահատվի, վիրահատությունը կատարվում է, այդ ոնց որ այդ մատիկը
հետ են բերում մեխանիկա այդ երկաթի ինչ-որ կոնստրուկցիայով հավաքում են, բայց բնականաբար մենք շատ լավ գիտենք, որ այն պացիենտներ, ովքեր որ ունեն հոդային բորբոքային հիվանդություններ, նման միջամտությունները միշտ ռիսկային են, որովհետև իրենք կարող են հրահրել հիվանդության ակտիվությունը։ Եվ ուրեմն վիրահատվելը կարծես թե ամեն ինչ նորմալ է եւ այլն, անցնում է 1 շաբաթ 10 օր, իրենք գալիս են ցավեր, բորբոքման բարձր ցուցանիշներ ու ինձ պետք է հասկանալ, խոսել օրտոպեդի հետ, որը վիրահատել է, ընդ որում վիրահատել էր ինչ-որ հրավիրված մասնագետ։ Պետք է խոսել, որպեսզի հասկանալ, ինչ վիճակում է հետ վիրահատական այդ ամեն ինչը, արդյոք կան թարախային ինչ-որ բարդություններ, ինչպես են իրենք գնահատում իրենց վիրահատության արդյունքը եւ ի վերջո ես ինչ անեմ, ես սա գնահատեմ որպես իմ հիվանդության ակտիվություն, թե սա բնականon է հետվիրահատական շրջանում։ Ես այդպես էլ չկարողացա կապվել վիրաբույժի հետ։ Ինքս եմ զանգել, այդ հիվանդանոցում, որտեղ պացիենտին եմ խնդրել, այդ հիվանդանոցում, որտեղ աշխատում էր մարդ է ճանաչում, գոլեգա, գնացել էր, խնդրել էր, ասում է, լսի ինքը առաջատար մասնագետ է, մարդը ուզում է խոսա, ուզում է հասկանա, պացիենտ է, այդպես էլ ես ասած չունեմ խոսելու։ Դուք հասկանում եք։ Ուրեմն ինչ-որ թաքցնելու բան կա, միգուցե։ Ու ես այնքան վիրավորված էի, որովհետև ինչպես թե պացիենտ է, ոնց թե բայց չպետք է հասկանանք ինչ է կատարվում, այդ կապը միշտ կարևոր է, այսինքն ընդհանրապես բժշկության մեջ մեծամտություն չպետք է լինի, ինչ ուզում ես եղի, սա բժշկություն է, մարդու կյանք է, մեծամիտ լինել լավ բան չի, ես այդպես եմ մտածում։ Ես էլ այս վերջերս ձեր կլինիկայի հետ կապված դեպք պատմեմ, զուտ այս զրույցի հետ կապված, ձեր կլինիկան բոլորն են տենց աշխատում, Վարուս Մեդում, ես անգամ չճանաչած աղջկան, ձեր համարը ձեզնից եմ ուզել, զանգահարել եմ զուտ իմանալու համար, որովհետև եկել էր մի երիտասարդ աղջիկ լրիվ առողջ ողնաշարով, բայց իրան քանի որ ռևմատոլոգն է ուղարկել, ես պետքա հասկանամ տակից ինչ եմ անգալիս, կարող է ինչ-որ մի փոքր բան է, որ ես պետքա ֆիքսվեմ, ինչ-որ ավել ծրագիր դնեմ։ Զանգեցի այդ աղջիկը ինձ պարզաբանեց, թե ինքը ինչ միտումով է ուղարկել MRT-ի եւ առանց ոչ մի ինչ-որ ամաչելու, առանց ոչ մի բան թաքցնելու, ասեց բժշկուի ջան, նայեք, քանի որ մենք ամեն ինչը հերքել ենք, ամեն ինչը ժխտել ենք եւ ոչ մի ինչ-որ վտանգավոր բան տակից չենք տեսել, համ պացիենտի դիտարկումով, միտումով եւ հորդորով, համ էլ մեր ապահովության համար մենք ուղարկում ենք MRT-ի, որ ժխտենք ինչ-որ մի պաթոլոգիան եւ շատ ժամանակ հիմնականում կամ դուք ինչ-որ հստակ խնդրով եք ուղարկում, կամ ինչ-որ բացառելու համար եք ինչ-որ բան ուղարկում, դա շատ կարեւոր է մարդկանց համար հասկանալ, որ շատ ժամանակ մենք կարող ենք ասել դուք ողնաշարը առողջ է ձեր կամ ինչ որ խնդիր դուք չունեք եւ դա չի նշանակում որ ձեզ անիմաստ էին ուղարկել MRT-ի։ Իհարկե, որտեղ հայ բժշկության մեջ բացասական պատասխանը նույնպես Եք չեք ոդքասթը մենքան են իրանք ոնց որ տխրում նրանից որ մենք իրանց ասում ենք դուք առողջ եք ձեր գլխում ոչինչ չկա դուք գլխացավերի պատճառը կարող է այլ լինել։ Իրանք ես չեմ հասկանում դիցուկ բոլոր պացիենտները չեն այդպես, բայց միգուցե չեմ հասկանում, նյուժելի մարդ կուրախանա նրանից, որ ես ասեմ, օրինակ ձեր գլխում կա ուռուցք կամ ինչ-որ մի բան, որը պատճառ է հանդիսանում ձեր գլխացավի։ Եթե գիտեք ինչն է հարցը, այդ պացիենտների հետ որպես կլինիցիստ, երբ որ աշխատում ես, երբեմն եթե խնդիրը երկարատև է, իրենք երկար տանջվում են այդ իրենց գանգատներով եւ այլն, մի ռուսական տենց ասացված կա, ասում է լուչше ужасный конец, чем ужас без конца։ Այսինքն իրանց երբեմն պետք է որ ինչ որ մեկը ինչ որ մի բան իրենց ասի, ու իմանա պացիենտը, որ ցավում է սրանից։ Երբեմն լինում են գալիս են պացիենտներից մոտ ինչ որ գայլախտի կասկածով, չգիտեմ, ծանր հիվանդությունների կասկածով եւ իրենք ասում են դոկտոր գթեք մի բան ինձ բուժում նշանակեք ես լավանամ, այդպես էլ է լինում։ Պացիենտներն էլ հիմնական դեպքերում քրոնիկ վիճակներում այո, վատ վիճակում հասած պացիենտները, բայց պետք է ասել, որ գոհունակությամբ պետք է հայտնեմ, որ իհարկե ես 20 եւ մի քիչ ավել տարի է ռևմատոլոգիայի մեջ եմ, բժշկի ինստիտուտը ավարտելուց հետո, ու արդինատուրան հետ է եւ այլն 23
արդեն շուտով կլինի, իրավիճակը բարելավել է։ Այսինքն եթե մենք առաջ անընդհատ բախվում էինք այդ ուշացած ախտորոշումների հետ, այսօր մենք ավելի շատ պայքարում ենք հիպերդիագնոստիկայի հետ, բայց ես համարում եմ ավելի լավ է մեկ ավել պացիենտ զննել եւ ժխտել, քան բաց թողնել, որովհետեւ իրոք մեր հիվանդությունների հենց բորբոքային ռևմատոլոգիական հիվանդությունները պետք է ժամանակին ախտորոշվեն, որտեվ եթե մենք չենք ախտորոշում ժամանակին, մենք գործ ենք ունենում հաշմանդամության հետ։ Դա կամ հոդերի ախտահարումն է անվերադարձ, կամ ունենում ենք ծայրահեղ դեպքում ներքին օրգանների ախտահարում եւ այլն, այսինքն այդ վաղ ախտորոշումը շատ մեծ դեր է խաղում։ Սա նշանակ ավելի ճիշտ է, որտեղ մենք էլ ունենք այդ կոնտինգենտը հատկապես երիտասարդների, ովքեր որ ուղակի գալիս են չեքափի, այսինքն գալիս են ուղակի հետազոտվելու, ու ես միշտ ասում եմ ապրեք, որ որոշել եք այո, դա շատ լավ է եւ այս ես միշտ իմ երեխաները այդպես նեղանում են, երբ որ ես ասում եմ, մեծ երեխաներ ունեմ 18 եւ 22 տարեկան, երկու աղջիկ ունեմ։ Դե ես մի բան որ ասում եմ, Ֆալցից դուք շատ երիտասարդ եք երևի, ես ուղղակի որ դուք սկսեցիք, ես 23 տարի ռևմատոլոգիայի մեջ եմ, ասում եմ լավ, զսպիկ ես Մերի ջան, բայց ես արդեն պիրիբոր։ Ես բան շուտ եմ ինստիտուտում եմ ամուսնացել, այդպես է ստացվել, երեխաներիս հետ միասին մեծացել եմ, ու հիմա մենք իրանք նեղանում են ինձնից, երբ որ ես ասում եմ, դուք բան եք, Generation Z, զումերներ եք, բան, մամա լավ է, բայց շատ կան մոտեցումներ, դե ոնց է, չէ, ծնողներ, երեխաներ, ածի դիետի այդ կոնֆլիկտը միշտ կա, բայց ես շատ լավ հատկություններ եմ տեսնում հիմիկվա այդ երիտասարդների մեջ մինչև 30 տարեկան առաջինը հետևում են իրենց առողջությանը։ Գանգատ միգուցե ես աղջիկս գայս մամ ես մտածում եմ ես պիտի գնամ այս ինչ մի հատ չեկապ պիտի անեմ ինչի որ գանգատ ունես բանա պատահի չէ ես ուզում եմ գնամ անպայման մի հատ սա ստուգեմ նա ստուգեմ ասում օքեյ գնա այդպես կամ ինչ որ նույնիսկ խոսելու չէ ինչ որ մի բան մեկի մասին պատմում ես չէ աղջիկներ են կանի ոնց որ իմ ընկերուհիները լինեն իմ աղջիկները մեկ եկը սկսեմ ինչ որ մեկի մասին պատմել մեկ էլ հատկապես այդ փոքր աղջիկս է սիրում այտենց մի րոպե, բայց դու ինչ իրավունքով ես այդ մարդու մասին այդպեսի բան ասում, իր արտաքինը քննարկում, ասում դե խոսում եք, ասում այդ մարդը ստեղ չի, կապ չունի, չի կարելի, դա վատ տոն է, չի կարելի, արտաքինը քննարկել, ինչ որ բաներ անել եւ այլն, որովհետեւ դա առավել եւս մարդու ներկայությամբ չի կարելի այդպես եւ այլն, շատ լավ այդպես հատկություններ կան Իհարկե, ես շատ գնահատում եմ, շատ բաներ եմ սովորում իմ տան երիտասարդներից։ Ուր եկանք հասանք, էլի իրական շատ կարևոր թեմա եք դուք դիտարկում, մենք էլ միշտ դեմ ենք այդ ամեն ինչի, հատկապես եթե պացիենտը գալիս է պացիենտից հետո մի խոսացեք ժողովուրդը, որ ինչի համար անգամ եթե դուք մենակ եք կաբինետում, դուք ձեր գործն ունեք, ձեր գործը նստեք արեք, պատասխան նկարագրելն է ձեր գործը, նստեք նկարագրեք, ձեզ կարևոր չի այդ մարդը ինչ մազի գույնով էր, մի խոսքով լավ չծավալվեմ։ Դա միանշանակ, իհարկե, բնականաբար մյուս կողմից ասում են, որ բամբասանքը ինքը էվոլյուցիայի շատ կարևորագույն, ասում են, ինչով են տարբերվում այդ երկրորդ սիգնալային համակարգը, այդ մեր խոսելը, մարդիկ, այսինքն ինչի են ավելի առաջ գնացել շատ հարցերում կենթանիների համեմատ, որովհետև կարողանում ենք խոսել եւ կարողանում ենք քննարկել եւ ասում են որ բամբասանքը դա շատ վատ բան չէ բայց իհարկե միշտ պետք է իմանալ որտեղ երբ ում հետ ուղղակի բամբասանքի հիմքն էլ այդ սարաֆաններ ռադիո ասվածն է երբ որ մի բան վերջնական կետում արդեն ամբողջությամբ պատտվում է հետո մեկ էլ իսկ հետո հետ է գալիս այնպես հետաքրքիր բաներ չէ որ հետ է գալիս հա ես օրինակ հետաքրքիր բաներ ես քո մասին մի քանի տարի հետո դու իմանում ես ինչի է օրինակ այս մարդը քեզնից դիցուկ նեղացած կամ ինչի է հետը թարսվել որովհետեւ Դե լավ, օքեյ։ Իրականում շատ հետաքրքիր ռուսլեով է գնում, հունով կներեք։ Հունով է գնում։ Ես ասեմ,
այդ սերունդների տարբերությունից խոսացինք, օրինակ ժամանակակից սերունդը նախընտրում է այնպիսի մասնագիտություններ ու աշխատանքներ, որտեղ որ իրանք առանձնացած են կամ տանն են աշխատում, իսկ հատկապես բամբասանքի թեմայի ֆոնին, օրինակ մենք ավելի ամեն դեպքում մենք էլ ես ու մերին էլ սովետական դաստիարակություն ունենք, իսկ սովետում ընդունված էր, այսպես ասած, գործարաններում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում աշխատել ու փաստացի մենք էլ ենք, երբ որ մարդ մեծ կորպորացիայում աշխատում, ուզած չուզած այդ բամբասանքի ռադիոն կա։ Գիտես ոնց ուրիշ բան է, որ դու գաս ինձ ասես մերի այսօր այնքան մի հատ պացիենտ ա եղել, այնքան օրինակ դժվար кейս ա եղել կամ բան եւ այլն կամ իր վարքից դու ինձ բան պատմես, բայց ուրիշ բան է դու ուրիշ պացիենտի մոտ ուրիշ պացիենտի մասին պատմես։ Ես մտածքիր բան ասեմ, մի քանի ամիս առաջ մենք կլինիկայում ունեցել ենք պացիենտ, ով որ սարը փոխել էր ու դա ինչ չի պատմել, ժողովուրդ չի պատմել։ Շատ չափված ծեված անձնավորություն էր, սուս ու փուս եկավ հետազոտվեց գնաց, հանգիստ սովորական հագնված էր կոկիկ, բայց մի քանի ամիս անցել է, բայց մեկա դա քննարկվում է անընդհատ, որ վայ հիշում եք, այն որ եկավ։ Ինձ թվում է դա մեր այս մենտալիտետի մեջ երբեք չի, ինչքան էլ ուզում ես ասես, որ ժամանակակից աշխարհ է, դա նորմալ է եւ այլն, մենք այդպես ամեն դեպքում մեր դուք մի քիչ ավելի փոքր եք ինձնից, մեր սերունդը որ հաստատ չի համակերպվի։ Ինձ թվում է մերն էլ։ Ես փորձում եմ ինձ կառավարել։ Հետո դաստիարակությունը մենք մեր միջավայրը իհարկե մենք ունենք այդ տրադիցիոն ինչ որ հարցեր, որոնք ճիշտն ասած ես համարում եմ, որ սահմանների մեջ, այսինքն խելամիտ սահմաններում դա բավականին լավ բան է։ Գիտեք, ու ինչքան մեծանում ես, ինչքան ես մեծանում եմ, այնքան երբեմն ես նստած ինչ որ էլի իմ աղջիկների ինչ որ մի բան եմ ասում տղան պիտի այսպեսի բան անի։ Ու ասում, «Էս ինչ ես ասում, նույն բանն եմ ասում, ինչ որ ժամանակին ինձ իմ մաման է ասել»։ Որ այն ժամանակ ասում եմ, «Մամա, ինչ ես խոսում, սենց էլ կարա լինի եւ այլն», բայց հիմա ես իմ աղջկանը նույն բանն եմ ասում, որ տղամարդը այսպեսին է պիտի լինի, ինչ էլ չլինի, ինչքան է հավասարություն, ֆեմինիզմ եւ այլն, ինչ որ բաներ կան, որոնք որ հատուկ են տղամարդուն։ Եվ ինչ որ բաներ կան, որոնք հատուկ են կնոջը։ Ամեն դեպքում այդ տրադիցիաները, անկախ նրանից ընտանեկան տրադիցիաներ են ավելի փոքր միջակայքի, թե կրոնական, ավելի ազգային ազգի, ամեն դեպքում տրադիցիան ապահում որոշակի։ Այո, ազգը պահում է տրադիցիան, դա կարևոր է իհարկե։ Բայց լավ է, որ մեր ազգի տրադիցիայի մեջ սկսում է մտնել բժշկի մոտ գնալը եւ ինչ մասին ենք խոսում, էլի ժողովուրդ ջան, Վալենտին Սերգեևնա, ասենց կարամ անվերջ ձեր հետ խոսամ, էլի զրուցեմ, իմիջիայից Վալենտին Սերգեևնան շատ հետաքրքիր, դուք էջ եք վարում, վարուս մեդիեջը շատ հետաքրքիր է, համ հումորային, համ հետաքրքիր, համ էլ դուք էլ ոդկաստ ունեք, չէ՞, ես ինչքան գիտեմ։ Ոդկաստի նման մի բան, այո։ Սուրճի շուրջ եւ շատ թեթև վիպուսկներ են, ինչ շատ է դուր գալիս դա նայել։ Ես մի բան ասեմ, կներես, ես օրինակ երբ որ մենք էինք նոր սկսում ոդկասթը, այնպես ասի, ոնց որ շատ վաղուց ենք սկսել։ Հա, ես շատ մտավախություն ունեի, որովհետև միշտ sense ուզում ես ներկանաս, որպես բժիշկ ու մտածում ես, այլ ոնց կնայեն կողքից, որ դու բժիշկ ես, բայց եկել ես ականջակալներ ես հագել, միկրոֆոնի առաջ ոդկաստ ես վարում եւ այլն, բայց հենց դա օգնեց, մեկն էլ հենց դուք եք, որ նայեցի ձեր էջը ու հասկացա, որ կարելի է լինել լավ բժիշկ, լավ մասնագետ ու նաև ունենալ ոդկաստ եւ հաղորդումներ։ Հենա, ես էի ուզում ասեի, հանրաճանաչ բժիշկա ունի իր կլինիկան, վարում է ոդկաստ ու այն որ մենակ դա գովելի է։ Շնորհակալ եմ, անպայման հրավիրելու ենք, հեսա մյուս մեր այդ ցիկլը որ կսկսենք, արդեն անպայման կհրավիրենք։ Ինձ էլ է շատ դուր գալիս, ես սիրում եմ հյուրընկալել ընկերներին եւ գործընկերներին կլինիկայում, ոնց որ այդ կլինիկայի հենց բացվելը, հիմնելը, դա իրոք տարիների երազանք ա եղել եւ ինչպես կան, չէ, ինչ որ բաներ, որ միշտ երազել ես, չի ստացվում։
հետո ստացվում է ու հավատը չի գալիս որ ստացվել է տունը ունենալու նման մի բան է այո այդ շատ այդպես տտան նման ինչ որ մի բան է մենք ստարտափ ենք 6 ամիս է որ աշխատում ենք բայց հուսով եմ որ կկարողանանք դիմակայել եւ շարունակվել եւ ձեր նման ընկերներ եւ պարտներներ ունենալը շատ կարեւոր է մեզ համար որ մենք ունենք ինչ որ մարդիկ ովքեր որ մեր կողքին են ասեմ որ դուք էլ իմանաք երբ որ նոր դուք էլ եք նոր բացվել նոր էր սկսվում այդ ամեն ինչը պացիենտները մարդիկ այդպես տեղյակ չէին որ նման տեղ կա որտեղ կարելի է MRT անել եւ այլն անցել է ընդամենը մի 6 ամիս ասում ենք ու մարդիկ գիտեն նույնիսկ իրենք են առաջարկում իսկ կարելի է մենք գնանք այս ինչ տեղ անենք ասում ենք իհարկե գնացեք եւ այլն այսինքն ճանաչելի է դարձել ձեր կլինիկան լավ է չէ լավ եմ սկսում մի հատ խնդրում եմ այս ամեն ինչից սա խնդրում եմ այս յետևի պլանի մարդկանց ծափահարենք որովհետեւ SMM-ի մեծ մասը իրանք են անում եւ դա իրանց շնորհքնել է Շատ շնորհակալություն Վալենտին Սերգեյևնա սենց զրույցի համար շատ սենց դրական լիցքավորվել ենք Ես ես վերջերս կներեք էլի հիշեցի դուրս եկա մեր մոտ ֆոե ջուր խմելու սպասում էին պացիենտները ջուրս լցնում եմ ու մեկը մյուսին ասում է այ սա Շուշանիկն է ես իրան տեսել ինքը մեր բժիշկն է լինելու սոնց ինչ որ գեր պատասխանատվություն մեջս առաջացավ սոնց մտքից մեջ ասում եմ տեսնես մազերս ֆորմաս բանից ինչ վիճակում է Շատ շնորհակալություն Ես էլ եմ շնորհակալ շատ լավ զրույց էր շատ լավ Իսկ ես հիշեցնեմ որ MRT podcast-ի գլխավոր գործընկերը MRT կլինիկն է